Բարի երեկո տիկնակ և պարոնայք, առաջին լրատվականն է։ Քիչ առաջ Փարիզում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայերի համար իրոք ծանր այս առաջնությունում ձախորդությունները շարունակվեցին նաև այսօր։ Նախ գերծանր քաշային կարգում հանդես եկած Հռիփսիմե Խուշուդյանը վնասվածք ստացավ և դուրս մնաց մրցապայքարից, նրա ձեռքն է դուրս ընկել, իսկ տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանից առաջինը հանդես եկավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Հայկ Հակոբյանը։ Երկամարտի 395 կիլոգրամ արդյունքով Հայկը զբաղեցրեց B խմբի 5-րդ տեղը։ Գերծանր քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը Ռուբեն Ալեքսանյանն էր, փոքրուն վարժությունում նա 185 կիլոգրամ արդյունքով գրավեց 10-րդ հորիզոնականը։ Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժությունը սկսեց 240 կիլոգրամից, նա բարձրացրեց ծանրաձողը, սակայն հարթակի սահմանից դուրս գալու պատճառով մրցավարները չհաշվեցին նրա բարձրացրած քաշը։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ մեր մարզիկը ընդհանրապես չկարողացավ բարձրացնել ծանրաձողը։ Այսպիսով ծանրամարտի աշխարհի առաջնության մեր միակ մեդալը Տիգրան Մարտիրոսյանի նվաճած փոքր բրոնզն է։ Հաջորդ տարի կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ինչպես նաև Լոնդոնում օլիմպիական խաղերը և հույս ունենանք, որ մեր մարզիկները մյուս համաշխարհային այդ մրցապայքարներում հանդես չեն գա այնպես, ինչպես այս առաջնությունում և հաղթողներ կունենանք։ Իսկ այժմ մեր մյուս պատմությունների մասին նախ համառոտ։ Բիզնեսի և քաղաքականության ճամփաբաժանը Հայաստանում նախագահ Սարգսյանը խոսում է փոխվելու պատմական անհրաժեշտության և նոր սկզբի մասին։ Հայկական խորհրդարանական կվարտետի եվրոպական հավակնությունները, ինչպես են եվրոպականացվում Հայաստանի ազգային ժողովի 4 քաղաքական ուժեր։ Այդ տարօրինակ համակրելի հանճարը, առաջին անհատական համակարգիչն ստեղծողներից Ստիվ Ոզնյակի հայկական արկածները և տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական կայսրությունը։ Նրան դիմավորել է Արարատ Արքան, նա հայկական արյուն է փնտրում իր երակներում։ Ռուսական կայսրության ինքնակալուհի Մարիա Առաջինի բացառիկ հարցազրույցը։ Կոլխոզի ուրվականը հայկական գյուղում, ինչով է տարբերվում գյուղատնտեսական կոոպերատիվը կոլխոզից և ինչպես է այն գյուղատուն փրկելու հազարումի հոգսերից։ Եվ ֆոբիաների ազգությունը, որոնք են հայկական ֆոբիաները, ինչպես է պատահում, որ մարդիկ չեն ցանկանում ազատվել հարազատ դարձած վախերից։ Այդ տարօրինակ համակրելի հանճարը, որ զարմացրեց, ուրախացրեց ու հիացրեց հայերին։ Այս շաբաթ երևանցիներն անակնկալի եկան, երբ Հանրապետության հրապարակում առավոտյան զբոսանքի ժամանակ բացահայտեցին աշխարհի ամենահայտնի ծրագրավորողներից մեկին, մարդու, ով իսկապես հեղափոխել է աշխարհը։ Apple Computer ընկերության համահիմնադիր Ստիվ Ոզնյակը մի քանի օր անցկացրեց Հայաստանում։ Նա եկել էր ստանալու Հանրապետության նախագահի մրցանակը, որը շնորհվում է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հեղինակություններին։ Անհատական համակարգչի ստեղծողը հայկական մեծ մեդալը համարեց մի նոր Նոբելյան մրցանակ։ Երկրի ղեկավարը նրան պարգևատրեց, իսկ փողոցում քաղաքացիները նրան խնձորներ ու Apple-ի եռագույն տարբերանշաններ նվիրեցին։ Ստիվին շատ սիրեցին հայերը, նա դրական էներգիայով մարդ է։ Մեր ծրագրավորողներին նա խորհուրդ տվեց փոքր պետության կոմպլեքս չունենալ ու չվախենալ մրցակցել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կայսրությունների հետ։ Իդեպ Հայաստանն էլ տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կայսրություն է համարվում։ Այս ոլորտը ամեն տարի 25% աճ է արձանագրում Հայաստանում։ ՀՆԱ-ի մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը գրեթե այնքան է, որքան ապահովում է հանքարդյունաբերությունը։ Տեխնոլոգիական խնձորի համահիմնադիրներից մեկը էլեկտրական ինքնագլորը հեծած պտտվում է Հանրապետության հրապարակում։ Ստիվ Ոզնյակը, նույն ինքը մյուս Ստիվը կամ Այվոզը Apple ընկերության հիմնադիրներից է։ Պատանեկության լավագույն ընկերոջ հետ նրանք երազեցին ու միասին երազանքը իրականություն դարձրեցին։ Եթե Ստիվերը երազում էին ստեղծել աշխարհը հեղաշրջող տեխնոլոգիաներ ու համակարգիչներ, ապա հիմա շատերս երազում ենք Apple-ի որևէ արտադրանք ունենալու մասին։ Կարճ ժամանակով ու հագեցած ժամանակացույցով IT ոլորտի լեգենդը նախ եղավ Սինոպսիս Արմենիայում, հետո էլ Ճարտարագիտական համալսարանում։ Շատ հավանեցի Հայաստանը, ուսանողների աչքերում կրակ եմ տեսնում, մի նոր բան ստեղծելու և զարմացնելու ցանկություն։ Կարծում եմ առաջիկայում կվերադառնամ, գուցե կնոջս հետ այստեղ անցկացնենք մեր արձակուրդը։ Այս կոչումն էլ ինձ ստիպում է վերադառնալ ու իսկական դասախոսություն կարդալ հայ ուսանողների համար։ Ոզնյակն արդեն երկար տարիներ է ինչի աշխատում Apple-ում, բայց բոլոր նոր արարություններին
խստորեն հետևում է ու ձեռք բերում դրանք։ iPhone 4-ի վերջին նորությունը օգտատիրոջ հետ զրուցելն է ու հրահանգներ կատարելու ցանկությունը արդեն իրականություն է դարձել։ Խելացի հաշվիչ մեքենաներից համակարգիչները վերածվել են մեր կյանքի անբաժանելի մասնիկի։ Հիմա անհնար է ժամանակակից աշխարհը պատկերացնել առանց տեղեկատվական ոլորտի։ Հիմա եկել է ժամանակը, որ ոչ թե մենք սովորենք համակարգչին, այլ համակարգիչը սովորի իր տիրոջը ու կատարի նրա հրահանգները։ Ինովացիոն մոտեցումներն ու անգնահատելի ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաներում առիթ հանդիսացան, որ Ստիվ Ոզնյակը դառնա Հանրապետության նախագահի այս տարվա մրցանակի դափնեկիրը։ Անգամ նրանք ընդհանուր առմամբ կներեք, ես դեմ եմ հեղափոխություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հեղափոխությունները տեղի են ունենում քաղաքակրթության ոլորտում, այնպես ինչպես ընդունվեց քրիստոնեությունը, այնպես ինչպես եղավ գրատպության պարագայում, շոգեքարշի պարագայում եւ բնականաբար համակարգիչների պարագայում։ Սա շատ ողջունելի հեղափոխություններ են։ Հուսով եմ, որ այս հատուկ մրցանակը եւ Ստիվ Ոզնյակի օրինակը ոգեշնչելու են Հայաստանի ընտանիքներին, խրախուսելու իրենց զավակների ուսումը, որպեսզի այդ երեխաներն էլ հասնեն բարձունքների եւ նման մեծ ծառայություն մատուցեն իրենց հայրենիքին եւ ողջ մարդկությանը։ Հանրապետության նախագահի խոսքով շատ կարևոր է գիտակցել, որ այս ոլորտի համար բացարձակապես խոչընդոտ չեն տրանսպորտային եւ այլ խնդիրներ։ Մենք հետեւողականորեն ճանապարհ ենք հարթելու, որպեսզի հայ ժողովուրդն իր արժանի տեղը զբաղեցնի արագ ձևավորվող եւ փոփոխվող թվային աշխարհում։ Մենք պատրաստ ենք լինել ճկուն եւ հարմարվել այս արագ փոփոխվող աշխարհի պայմաններին, ասել է նախագահ Սարգսյանն ու ընդգծել, որ դրա վկայություններից մեկն էլ այս մրցանակաբաշխությունն է։ Այսօր Հայաստանն արդեն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ Այս ոլորտը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր ավելացրած արժեք ստեղծող եւ ամենաարագ զարգացող ճյուղն է, որ ամեն տարի արձանագրում է շուրջ 25%-ի առաջընթաց, 25% աճ։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն Հայաստանում գործում են 350-ից ավելի ընկերություններ, որոնք միավորում են 5000-ից ավելի մարդկանց ջանքեր, որոնք ունեն սիրած աշխատանք, բարձր աշխատավարձ եւ պահանջված մասնագիտություն։ Այս երկիրը չափազանց փոքր է համեմատած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային այնպիսի կայսրությունների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Դուք մտածում եք փոքր երկիր եք, հետևաբար սահմանափակված եք։ Մենք նույնպես փոքր ենք, երբ հիմնադրեցինք Apple-ը, բայց հիմա ոլորտի ամենամեծ ընկերություններից ենք, այնպես որ ամենակարևորը սեփական ուժերին հավատալն է ու երբեք էլ չկաշվել է սեփական երազանքներից։ Նախագահը վստահեցնում է, մենք հետևողականորեն ճանապարհ ենք հարթելու, որպեսզի հայ ժողովուրդը իր արժանի տեղը զբաղեցնի արագ փոփոխվող թվային աշխարհում։ Նախագահի մրցանակակիրն հավելում է, որ այն փայլը, որ տեսել է ուսանողների աչքերում, արժե ամեն ինչ։ Անցնող շաբաթ մեր երկիրը հյուրընկալել էր բարձր տեխնոլոգիաների ոլորտի ևս մեկ հսկայի National Instruments ընկերության նախագահ, համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին։ Նրա հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է եւ պարտավոր է դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացված մաս, միաժամանակ ընդգծելով, որ National Instruments-ի գործունեությունը ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Նախագահ Սարգսյանի խոսքով 2001-ին տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարելով մեր երկրի տնտեսության գերակա ճյուղ, մեր կառավարությունը հաշվի է առել Հայաստանի գիտակրթական մակարդակը, այդ ոլորտում ավանդույթները, մասնագիտական բարձրորակ մարդկային ռեսուրսը, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը, տրանսպորտային հաղորդակցության ուղիների սահմանափակումներն ու սակավ բնական պաշարները։ Այժմ արդեն այդ ոլորտում աշխատողների եւ ընկերությունների թիվը ոլորտում վերջին տարիների արձանագրվող աճը նախագահի համոզմամբ ևս մեկ անգամ փաստում են այդ որոշման արդարացված լինելը։ Տիգրան Դանիելյան, Առաջին լրատվական։
Ուղեփակոց բիզնեսի եւ իշխանության միջև փոխվելու պատմական անհրաժեշտությունը։ Այս շաբաթ երկրի ղեկավարը արեց մի հայտարարություն, որը վճռորոշ կարող է լինել Հայաստանի գործարար եւ քաղաքական կյանքի առողջացման համար։ Գործարարությունը պետք է հետեւականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից, փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը, հայտարարեց նախագահ Սարգսյանը արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում։ Հայկական գործարար էլիտայի առաջ արված այս հայտարարությունը մեր կյանքում նշանավորում է մի նոր սկիզբ, ինչպես ձևակերպեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Թեև Հայաստանում արգելված է, որ նախարարը կամ պատգամավորը զբաղվեն բիզնեսով, սակայն միշտ չէ, որ դա այդպես է։ Նախագահն ըստ էության հասկանալ տվեց, որ մեր երկիրը սկսելու է ընթանալ մի ճանապարհով, երբ գործարար, պետական կամ քաղաքական գործիչը կանգնած է լինելու ընտրության առջև, կամ բիզնես, կամ քաղաքականություն։ Սեփական բիզնեսի համար տանիք լինելու կարիքը չի էլ զգացվի։ Դրան են ի վերջո հանգեցնելու Հայաստանի տնտեսությունում շարունակվող արմատական վերափոխումները։ Մենք պետք է փոխվենք, որ կարողանանք մրցակցել, ասաց Հանրապետության նախագահը։ Դեռևս խաղաղություն չհաստատած, հետևաբար պատերազմական դրության, ինչպես նաև տնտեսական շրջափակման մեջ գտնվող բնական պաշարներից գրեթե զուրկ եւ իրենից չափազանց փոքր տնտեսական շուկա ներկայացնող պետության համար տնտեսական զարգացման խնդիրն անկասկած մի կողմից չափազանց նույնիսկ կենսական կարևորություն ներկայացնող խնդիր է, մյուս կողմից էլ բարդ իրագործելի, բայց ոչ երբեք անհնար, մանավանդ 21-րդ դարում, երբ ավանդական պատկերացումները տնտեսության զարգացման կամ անկման, ռեսուրսների առաջնահերթությունների, տնտեսական շուկաների եւ սահմանների մասին հեղափոխական փոփոխությունների ենթարկվում։ Աշխարհը գիտակցում է, որ վառելիքահենք տնտեսությունը վաղուց արդեն սպառել է իրեն եւ աշխարհը զարգանալու է բոլորովին նոր, գիտելիքահենք ուղղությամբ, նոր մտածողությամբ ու նոր մոդելներով։ Նավթն ու գազը վաղ թե ուշ ամբողջովին զիջելու են իրենց տեղը իդեաներին եւ դրանց իրացման արդյունքում ստեղծված տեխնոլոգիաներին։ Միայն այն փաստը, որ աշխարհի ամենահարուստ ընկերությունների ցանկում գլխավոր դերակատարներն ավելի շատ բարձր տեխնոլոգիաների ոլորտից են եւ հետո միայն էներգետիկ հսկաները, ասվածի լավագույն վկայությունն է։ Ահա այստեղ է, որ մեր երկիրը, որը չունի ոչ նավթ, ոչ գազ, չունի հաղորդակցության լիարժեք ուղիներ, ընդամենը 3 միլիոնանոց շուկա է, բայց փոխարենը տասնամյակներ շարունակ մտավոր ռեսուրսի առումով առաջատար է համարվել ամբողջ խորհրդային միությունում եւ հիմա էլ այդ ռեսուրսի իրացմամբ կարողացել է իր հաստատուն եւ զարգացող տեղ գտնել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ քարտ բլանշ ստանալու։ Եվ այդ օրը բոլորովին էլ վաղվա օրը չէ, այն արդեն սկսվել է։ Հետևաբար կարևոր է հասկանալն է ինչպես օգտագործել ժամանակի, միգուցե նույնիսկ ճակատագրի ընձեռած հնարավորությունը։ Ինչպես օգտագործել մեր ունեցածը, կարողությունները, գիտելիքները, փորձառությունը, հարցի պատասխանի որոնումները միշտ եղել են, կան ու դեռ մնալու են մեր իրականության մեջ։ Այս հարցի պատասխանը անհրաժեշտ է առաջընթացի համար, որպեսզի իրագործվեն մեր ազգային իղձերը, գտնվեն եւ հաստատվեն մեր ուրույն տեղն ու դերը զարգացած համաշխարհային հանրության մեջ։ Մեր նպատակը կազմակերպված եւ իր ուժերին վստահ հասարակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է։ Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար։ Սա մնայուն նպատակ է, որովհետև մեր ամեն մի ձեռքբերում նոր պահանջներ է առաջադրելու։ Դա բնական է եւ հենց դա է առաջընթացի քաշիչ ուժը։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հերթական համագումարն է։ Հերթականը, բայց ակնհայտորեն կարևորված է, քանի որ ժամանակն ու իրողություններն այսօր միգուցե անգամ պարտադրում են լիարժեք ու համակողմանի գնահատել մեր ուժերն ու կարողությունները, տնտեսության համար բարենպաստ միջավայր խոստացող եւ փոփոխվող աշխարհում արևիտակ սեփական կայուն տեղը ունենալու համար։ Մեր երկրի աշխարհագրական առանձնահատկություններն ինչ որտեղ օբյեկտիվորեն կաշկանդում են գործարարության զարգացումը եւ գործարարության բազմազանությունը։ Սովորաբար փոքր ներքին շուկաները սահմանափակում են արտադրության եւ մատակարարման համար պահանջվող նվազագույն ծավալները եւ նվազեցնում տնտեսական արդյունավետությունը։ Սա իրողություն է, սակայն մենք դրանից եւ նման այլ խոչընդոտներից թևաթափ լինելու իրավունք չունենք։ Հայկական արտադրանքի եւ ձեռնարկությունների ընդլայնումն ու զարգացումը պետք է կարողանանք մղել ոչ միայն ներքին, այլ արտաքին, այսինքն
համաշխարհային շուկայի ուղղությամբ։ Քայլերից մի քանիսն են, որոնք իրականում շատ են, բայց հիմքում որոնց ընկած է մեր հավաքական մտածողությունը եւ այն փոխելու անհրաժեշտությունը։ Որքանով է այն պատրաստ փոփոխվող աշխարհի նոր զարգացումներին, որքանով ենք մենք պատրաստ վերափոխվել ինքներս, փոխելով տնտեսական այն իրողությունները, որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացումը։ Որոշ ոլորտներում մենաշնորհային տնտեսության արկայության դեպքում հավասար մրցակցային դաշտ բերել։ Ամենակարևորը սա ենք համարում, որպեսզի միջին եւ փոքր բիզնեսը կարողանա մրցակցել, վերարտադրվել, կարողանա շուկայում պահպանվել։ Սա ենք խիստ կարևորում։ Հովանավորչության նվազեցումը։ Ակնհայտ է, որ չինովնիկների մի զգալի մեծ բիզնես ունի, վատ չէ, բայց իրանք հավասար դաշտում չեն կարողանում աշխատել, ուզում են պրոտեկցիա անել։ Հովանավորչությունը պետք է կտրուկ վերան։ Պարզագույն ճշմարտություններ են, միևնույն ժամանակ էլ կարծրացած խնդիրներ, որոնք սակայն լուծել է պետք նոր որակի, նոր ռիթմի ու նոր տեսլականի մեջ առաջ շարժվելու համար։ Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև։ Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում։ Պետք է փոխակերպեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պետք է համախմբվենք եւ համաձայնություն ձևավորենք ազգային ու հանրային հիմնական շահերի շուրջ, որպեսզի ապրենք վերելքի ուղին հարթող Հայաստանում, հանուն մեր ապագայի եւ մեր արժեքների։ Չեմ կասկածում, հաջողությունն այդ դեպքում իրեն սпасել չի տալու։ Նաեւ չեմ կասկածում, որ կիսում եք այս վստահությունը։ Ըստ նախագահի, այդ ամենի համար անհրաժեշտ են քաղաքական կայունություն, կայուն տնտեսական եւ բարենպաստ գործարար միջավայր, ինչպես նաեւ խթաններ բիզնեսի համար, ինչը երկրի ղեկավարը խոստանում է ապահովել։ Իսկ այդ ամենի առկայությունը նոր սկզբի համար լավ հեռանկարներ են խոստանում։ Գևորգ Ալթունյան, Առաջին լրատվական։ Անցնող շաբաթ կառավարությունը հրապարակեց հարկային նոր փաթեթը, որը փոփոխություններ է ենթադրում շուրջ 30 օրենքներում։ Այդ նախագծերը կքննարկվեն վաղը մեկնարկող խորհրդարանական քարոզիայում։ Այդ փաթեթի շուրջ ուշադրությունը մեծ է, քանի որ հաջորդ տարվա բյուջեն նախատեսում է հավելյալ 101 միլիարդ դրամ մուտքեր։ Կառավարությունն ի սկզբանե նախատեսում էր հարկային վարչարարության ստվերի կրճատմանը զուգահեռ այդ 101 միլիարդի շուրջ 40%-ն էլ հայթայթել որոշ հարկատեսակների սահմանման կամ խստացման միջոցով։ Քննարկումների արդյունքում սակայն այդ թիվը նվազեցվել է մինչև 14 միլիարդի։ Ավելի պարզ էապես թուլացվել է բիզնեսի համար խնդրահարույց հարկատեսակների բարձրացման գործոնը, փոխարենը շեշտը դրվել է վարչարարության եւ ստվերի դեմ պայքարի վրա, իսկ նախատեսված հարկային մուտքերի աճը չի լինի փոքր ու միջին բիզնեսի հաշվին։ Մանր ու միջին գործարարների մտահոգությունն այս շաբաթ ցրեց հանրապետության նախագահը։ Այն կհավաքվի շփքեղ ապրանքներ սպառողների եւ մեծ եկամուտներ ունեցողների գրպանից։ Մասնավորապես 20% ակցիզային հարկ է մտցվելու մինչև 2 տարեկան եւ ավելի քան 4000 խորանար սանտիմետր ծավալով շարժիչ ունեցող եւ 30 միլիոն դրամից թանկ ավտոմեքենաների համար, կամ 5%-ով ավելի են հարկվելու այն մարդիկ, որոնք ամսական 2 միլիոն դրամից ավել են վաստակում։ Կառավարության մոտեցումն է սոցիալական համերաշխությունից ելնելով պետք է պահպանել հարկման արդարության սկզբունքը, ավելի մեծ եկամուտ ունեցողը պետք է ավելի շատ հարկվի։ Հայաստանը ձգտում է փոխվել, եվրոպականացվել։ Անցնող շաբաթ Բրյուսելում եւս մեկ անգամ գնահատեցին մեր ջանքերը արագացնելու եվրամերձեցման բարեփոխումները։ Եվրոպական մեր արվարձանում 4 քաղաքական ուժ կա, որ հավակնում է միանալ ամենամեծ համաեվրոպական կուսակցությանը։ Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանը, Օրինաց երկիրն ու Ժառանգությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ են ուզում դառնալ։ Դա գրեթե նույնքան դժվար է, որքան որևէ պետության Եվրամիության անդամակցությունը։ Համաեվրոպական ամենաազդեցիկ կուսակցությունը հայկական քաղաքական ուժերին իր շարքերն ընդունելու համար մոտ 3 տարի է մտածում է շուտով նորից մի խումբ կուղարկի Հայաստան մեր կուսակցությունների ուղն ու ծուծն ուսումնասիրելու համար։ Եվրոպական մեծ ընտանիքում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը քաղաքական վետերան է, Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունի։ Եթե հայկական կուսակցությունները միանան այդ ուժին, Հայաստանի առջև Եվրոպայի կիսաբաց դռները մի փոքր ավելի լայն կբացվեն։ Մնում է միայն միասնական Եվրոպան մնա միասնական եւ ուժեղ, կարողանա դիմանալ քաղցկեղի պես տարածվող ֆինանսական ճգնաժամին։
Դժվար նախտորոշելն էր, հիմա Եվրոպայում ճանապարհներ են որոնում դուրս գալու ճգնաժամից։ Ապահովելով Եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով խորագիրը կրող համաժողովին, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը վստահություն է հայտնել, որ ձեռնարկած քայլերը բավարար են մեղմելու ճգնաժամի բացասական զարգացումները։ Պետք է գտնել պարտքային ճգնաժամից դուրս գալու ամենաճիշտ ուղին։ Մենք կկարողանանք պայքարել ճգնաժամի դեմ, եթե հաշվի առնենք բոլոր կողմերից եկող վտանգները։ Քննարկմանը մասնակցում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ ու տնտեսագետներ։ Քննարկումների առանցքում միասնական արժույթի պաշտպանության հիմնախնդիրներն էին քաղաքական ու տնտեսական առավել սերտ ինտեգրումը, եվրոպական կառուցակարգային բարեփոխումների ու մակրոտնտեսական կայունության պահպանման հարցերը։ Համաժողովը տնտեսական ինտեգրման տեսակետից կարևորել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Մենք այժմ ախտորոշումից անցել ենք տնտեսության բուժմանը, ջանքեր պետք է գործադրենք տնտեսական ինտեգրման համար։ Եվրոպական տնտեսական եւ քաղաքական ինտեգրման ճանապարհը հեշտ է անցնել սկսելով կրթական բարեփոխումներից, գիտելիքով եւ դաստիարակությամբ է հնարավոր արագ մոտենալ եվրոարժե համակարգին։ Եվրոպայի ժողովրդական կուսակցության վեհաժողովում կրթության եւ գիտության նախարարը կրթական բարեփոխումներից բացի համաեվրոպական քաղաքական կուսակցությանը ներկայացրել է ՀՀԿ-ի անդամության հայտը, պատմել կուսակցության գաղափարախոսության եւ Եվրոպայից Հայաստանի ակնկալիքների մասին։ Եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին նաեւ կուսակցությունները պետք է իրենց տեղը գտնեն եվրոպական մեծ քարտեզի վրա։ Եվրոպական քաղաքական մշակույթի զարգացման խնդիր կա նաև Հայաստանի քաղաքական կյանքում։ Անդամությունը թույլ կտա ինտենսիվացնել հարաբերությունները նաև միջպետական մակարդակով եվրոպական ինստիտուտների հետ։ Իդեպ ԵԺԿ-ին հայտ են ներկայացրել նաև Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր եւ Ժառանգություն կուսակցությունները։ Բրյուսել ժամանած այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս հանդիպումներ են ունեցել ԵԺԿ-ի ղեկավարության հետ, քննարկել համագործակցության հեռանկարները։ Նոյեմբերի 21-ից 23-ը ԵԺԿ փորձագիտական խումբը ժամանելու է Հայաստան, ուսումնասիրելու է կուսակցությունների կառուցվածքը, պատրաստելու է զեկույց եւ ամրագրելու անդամության հետագա քայլերը։ ԵԺԿ-ի վեհաժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդգծել է. Հայաստանը նպատակ ունի անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները երկրի 20-ամյա պատմության ընթացքում։ Ընտրական եւ քաղաքացիական ծառայության մասին նոր օրենքները ընդունվել են նախընտրական եւ ընտրական գործընթացները թափանցիկ դարձնելու համար, որ Հայաստանը ունի հնարավորություն առաջիկա ընտրություններով ժողովրդավարական եւ կայուն երկիր ներկայանալու, կասկած չունի Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի ղեկավարը։ Բրյուսելում տեղակայված նրա գրասենյակը կամուրջներ է կառուցում Հայաստանի եւ Եվրոպայի միջև։ Շատ կան մարդիկ, ովքեր սիրում են Հայաստանը եւ հետաքրքրվում ձեր երկրով։ Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով, կան մեծ եւ փոքր խնդիրներ։ Խնդիրները լուծելու համար մենք ունենք մշակված աշխատանքային ձևաչափ։ Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք արդեն հայտնի կառույց ենք Բրյուսելում եւ եվրոպական շատ երկրներում։ Ընտրական գործընթացների բարելավումը, գույքային իրավունքների պաշտպանության ուժեղացումը, դատաիրավական անկախության երաշխիքները եւ միջին խավի ստեղծումը ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի կփոխեն քաղաքացիների վարքագիծը, մոտեցնելով եվրոպական արժեքներին։ Կառավարության բարեփոխումների օրակարգի առաջընթացին նպաստելու է Եվրամիության տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը։ Բրյուսելում եւս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստանը ունի քաղաքական կամ կարագացնելու բարեփոխումների ընթացքը, տնտեսության դիվերսիֆիկացում, անհավասար մրցակցություն, անարդյունավետ պետական կառավարման համակարգ։ Երեք ուղղություններով անհրաժեշտ են իրականացնել արմատական բարեփոխումներ եւ համարձակ նախաձեռնություններ։ Այս երեք ոլորտներն են, որոնք դանդաղեցնում են Հայաստանում բարեփոխումների ընթացքը։ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը շտապել է ոգևորել հայ գործընկերներին։ Հայաստանը վերջին տարիներին աննախադեպ ծավալով բարեփոխումներ է իրականացրել երկիրը բոլոր ուղղություններով եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հաստատակամությամբ։ Հայաստանը Եվրամիության հետ սկսում է բանակցությունները խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Եվրոպական հանձնաժողովի առողջության եւ սպառողների եւ Եվրամիության առևտրի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները ճանաչողական էին եւ կապեր հաստատելու նպատակ ունեն։ Հայաստանը իր օրենսդրությունը պետք է մոտեցնի եվրոպականին, համագործակցի մասնագիտացված կառույցների հետ։ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում Հայաստանը զարգացնելու է տնտեսության որոշ ճյուղեր եւ տնտեսվարողների համար ստեղծելու նոր հնարավորություն ավելացնելու արտահանման ծավալները։ Օրինակ ձկնարդյունաբերությունը, մեղրի արտահանման խթանում եւ որպեսզի տնտեսվարողները կարողանան առավել հեշտ, առավել մեծ քանակությամբ իրականացնել այդ արտահանումները, շատ մեծ աշխատանք պետք է կատարվի եւ օրենսդրության մոտարկումն էլ հենց նպատակ
կազմի նման առևտրային սահմանների վերացման։ Տնտեսվարողների մոտ պետք է ներդրվեն հիգիենիկ սահմանափակումներ, նվազեցնելով վտանգավոր սննդի ռիսկը։ Բանակցությունների ընթացքում կարևորվել է այն հարցը, թե սննդի անվտանգության ոլորտի ռազմավարությունը ընդունելուց հետո ինչպես է այն կիրառվելու Հայաստանում։ Արմինե Պետրոսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական, Բրյուսել։ Մեր գյուղերում մի ուրվական է շրջում, կոլխոզի ուրվականը։ Հայաստանի գյուղացիները երկյուղով են ընդունում գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծելու գյուղնախարարության առաջարկը։ Մարդիկ կարծում են, թե կոլխոզի դարաշրջանն է վերադառնում, մինչդեռ դա ամենևին էլ այդպես չէ։ Ոչ ոք գյուղացիներից իրենց հողակտորները չի վերցնում, պարզապես նույն խնդիրներն ունեցող հողագործներին առաջարկում են միանալ ու միասին ավելի հեշտությամբ հաղթահարել ընդհանուր հոգսերը։ Հովտաշատում այդպես են վարվել մի քանի տասնյակ այգեգործներ ու հաստատ չեն փոշմանել, քիչ են չարչարվում, շատ վաստակում։ Մեր արտադրած գյուղատնտեսական որոշակի ապրանքատեսակներ մրցունակ չեն ոչ միայն արտաքին, այլ անգամ ներքին շուկայում։ Մշակման ծախսը մեծ է, ինքնարժեքը բարձր։ Այս խնդրի լուծման հիմնական ուղին մասնագետները համարում են գյուղատնտեսական կոոպերացիաների ստեղծումը։ Հովտաշատ գյուղատնտեսական ասոցիացիան կոոպերատիվի հաջողված օրինակ է։ Գյուղացիների ներկայացրած պահանջագրերի հիման վրա ասոցիացիան ձեռք է բերում սերմեր, թունաքիմիկատներ, պարարտանյութեր, անհրաժեշտ այլ ապրանքներ եւ բաժանում գյուղացիներին։ Մեծածախ գներով ձեռք բերված ապրանքը շուկայականից շուրջ 20-30%-ով էժան է հասնում գյուղացուն։ Նույնքան էժան էլ օգտագործում են դոնոր կազմակերպությունների օգնությամբ ձեռք բերած գյուղտեխնիկան։ Իսկ ամենակարևորը ասոցիացիայի 80 անդամները գյուղմթերքի սպառման խնդիր չեն ունենում։ Մեկս մեկիս օգնում ենք, եթե միտեղ լճացում է, գիտեմ, որ ես վարուն կա բաշկակ բան կա, մեկի հետ միանում ենք, մեքենա են տրամադրում, զանգում են ես ինչ օբյեկտ կամ խանութ, ասում են, էսի ասոցիացիայի կողմից է, ու մեզ առաջի հերթի են սպասարկում ու ավելի նորմալ գներով են վարձատրում։ Գյուղմթերքի սպառման խնդրով զբաղվում է Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիան։ Մալաթիայի շուկայում տարբեր կոոպերատիվներից հավաքվում է տեղում իրացվող գյուղմթերքը։ Կուտակման կետերում հավաքվածը սառնարանային փոխադրամիջոցներով արտահանվում է։ Բերքի հիմնական մասն էլ ընդունում են վերամշակող կազմակերպությունները։ Հովտաշատցիները վաղուց են հասկացել, որ կոոպերացիան ոչ միայն հեշտացնում է իրենց գործը, այլև ավելացնում է շահույթը։ Տարեկան 5-6 միլիոն դրամի եկամուտ ստացող Գրիգոր Եգորյանը դժգոհ չէ ստացած արդյունքից։ Բավարարում է իմ ընտանիքին եւ բոլոր պահանջները։ Հայաստանում դեռևս ընդամենը 23 կոոպերացիա է գործում։ Գյուղացիներից շատերը դրանք շփոթում են նախկին կոլխոզի հետ, կարծելով թե կզրկվեն սեփական հողակտորից։ Այդ կոոպերատիվների ինչի մասին մենք ենք խոսում, դա միայն միավորում է խնդիրները, հողերը դա չի միավորում, աշխատավոր ժամ է, մարդ աշխատում է իր հողի վրա, ուղղակի այն հիմնական խնդիրները, որ ծառացած այսօր գյուղացու առջև, նրանք կենտրոնացված փորձում են լուծել կոոպերատիվի միջոցով։ Գյուղնախարարը վստահ է, գյուղմթերքի ինքնարժեքը իջեցնելու միակ ճանապարհը կոոպերացիաների շատացումն է։ Նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամները գալիք տարի կայցելեն բոլոր մարզեր, կբացատրեն կոոպերացիայի ձևավորման սկզբունքը։ Դա մեծ առավելություն է ունենալու մի անհատական տնտեսությունների նկատմամբ։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կոոպերացիան խթանենք, ուրեմն պետք է առաջնահերթ տրակտորը, որը մենք պետք է տանք գյուղացիական տնտեսություններին, տալիս ենք միայն կոոպերացիաներին առաջնահերթ։ Պարարտանյութ ենք ներկրելու, պարարտանյութը տալու են գյուղացիական տնտեսություններին ավելի մատչելի գներով։ Դիզելային վառելանյութ, անասնագլխականակ, սերմացուներ։ Գալիք տարի ուշադրության կենտրոնում են լինելու նաև սերմնաբուծության զարգացումը, մթերման ոլորտում առկա խնդիրների լուծումը, արտահանման խթանումը։ Մթերման այս տարվա ընթացքից նախարարը գոհ է։ Դեռ տարեսկզբին վերացվել են պայմանագրային դաշտի թերությունները։ Նախարարը խորհրդակցություններ է անցկացրել խոշոր վերամշակողների հետ, պայմանավորվել, որ մթերման գները պետք է լինեն փոխշահավետ, վճարումները կատարվեն ժամանակին։ Ասում է, խախտումներ չեն եղել, իսկ արտահանման ծավալների աճին նպաստել է Զվարթնոց օդակայանում սառնարանային համալիրի կառուցումը։ Արդեն արտահանվել է 12500 տոննա պտուղ բանջարեղեն, անցած տարվա 9000-ի դիմաց։ Գյուղացիներին սեփական արտադրանքը տեղական շուկայում իրացնելու լավ հնարավորություն տվեց Երևանի Կասյան փողոցում բացված գյուղմթերքի տոնավաճառը։ Տեղ են հատկացրել մեզ շաբաթ կիրակերերին կարողանում են իրենց ապրանքը տանել հարմար գներով վաճառել։ Վաճառքի համար էլ ոչ մի գումար չեն ծախսում, այն որ գնում են Մալաթիա մեծածախ շուկա վաճառելու, գյուղացին դատարկ գալիս էր տուն։ Իսկ հիմա արդեն գյուղացին իր գումարը հաշվում է, գնում այնտեղ կանգնում է, վերավաճառողի չի տալիս, ինքը իր ապրանքը վաճառում է։ Ոլորտի բարեփոխումները տալիս են առաջին պտուղները, բայց խնդիրները դեռ շատ են։ Եկող տարի ավելի լարված տարի լինելու մեր ծրագրերը ավելի շատ են, ուրեմն հանձնարարականները ավելի շատ են։ Մենք ունենք պարենային անվտանգության խնդիր։ Պետք է անպայման բավարարենք մեր տեղական արտադրանքով։
մեր հողի վրա աճեցված բերքով մենք մեր երկիրը կարողանանք ապահովել։ Գայանե Գասպարյան, Էդգար Դավթյան եւ Հարություն Վարդանյան, Առաջին լրատվական։ Տեղեկատվական տեխնոլոգիաների կայսր Ստիվ Ոզնյակին ընդունելուց բացի այս շաբաթ Հայաստանը իսկական կայսրուհու էր հյուրընկալել։ Ռուս մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնային Հայաստանում դիմավորեց Արարատ արքան։ Բիբլիական լեռը, որ իշխանուհու պապերից Նիկոլայ առաջինը այդպես էլ բախտ չունեցավ տեսնել։ Չնայած ոչ մի հայ կայսրուհուն չխնդրեց հայկական արմատներ փնտրել իր մեջ, սակայն նա դա արեց առանձնակի հաճույքով։ Կայսրուհին ուզում է հավատալ, որ իր մայրը հայկական ծագում ունի, Բագրատունիների արքայատոհմից է։ Ռուսական կայսրության ինքնակալուհու հետ շփվել է Տաթևիկ Նալբանդյանը։ Հայաստան է ժամանել ինքը ռուսաստանյան կայսերական տան առաջնորդ մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան, դե յուրե համառուսաստանյան կայսրուհի եւ ինքնակալուհի Մարիա առաջինը։ Համենայն դեպս այդպես նրան ներկայացնում է կայսերական տան գրասենյակը։ Նաև նշվում է, որ մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնայի կարգավիճակը ճանաչում են բոլոր միապետական եւ իշխանական տները եւ որ նրա այցերն ընթանում են համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարքի օրհնությամբ։ Ինչպես դիմել մեծ իշխանուհուն, սա առաջին հարցն էր, որ ուղեցինք նրան, ներողություն խնդրելով արքունական էտիկետը վատ իմանալու համար։ Կարծում եմ պատմականորեն եւ օրինական կարգով ձեր այդ կայսերական մեծություն, բայց ինձ համար միևնույն է, եթե ավելի հեշտ է Մարիա Վլադիմիրովնա, այդպես էլ կլինի։ Նորին կայսերական մեծություն Մարիա Վլադիմիրովնան ծնվել է Մադրիդում 1953 թվականին, ավարտել է Օքսֆորդի համալսարանը, ռուսերենից բացի ազատ խոսում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, նաև գերմաներեն, իտալերեն, արաբերեն։ Կրթությամբ լեզվաբան եմ, թերևս նաև պատմաբան, սովորել եմ Օքսֆորդի օտար լեզուների ֆակուլտետում։ Տոհմաբանությունը, դինաստիական ամուսնությունները, ռուսաստանյան կայսերական տան 30 հիմնական օրենքները, ներկայացվող այս փաստերով է հիմնավորվում գահը ժառանգելու նրա իրավունքը։ Իսկ ինչպես է Մարիա Վլադիմիրովնան վերաբերվում գահի այլ հավակնորդների առարկություններին։ Չգիտեմ, համենայն դեպս ես հավակնորդ չեմ։ Հավակնում են մի բանի, որին վստահ չեն, իսկ այս դեպքում Աստված կամեցավ։ Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ կան հստակ կանոններ եւ օրենքով միշտ հայտնի է ով է ժառանգորդը։ Մարդիկ ուզում են դա ընդունել, թե ոչ, այլ բան է, իսկ օրենքով հստակ է։ Իմ հորից հետո ես եմ հանդիսանում կայսերական տան գլուխը, իսկ ինձնից հետո կլինի իմ որդին։ Իսկ հետո ով գիտի, միգուցե իմ թոռները, եթե Աստված տա։ Իդեպ նրա որդին ժառանգորդ արքայազն Գեորգի Միխայլովիչը նույնպես Օքսֆորդում է ուսանել իրավական ու քաղաքական գիտություններ, աշխատել է Եվրոպարլամենտում, Եվրահանձնաժողովում, 2008-ից Նորիլսկի նիկելում, իսկ հիմա արդեն Ռուսաստանի շահերն է առաջ տանում նիկելի արդյունահանման կառավարման միջազգային խորհրդում։ Քաղաքական հայացքներով նորին մեծություն Մարիա Վլադիմիրովնան բնականաբար միապետական է, ասում է, որպես կայսերական տան առաջնորդ այլ կերպ լինել չէր կարող։ Այլ բան է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, իր դերը համարում է պատմական ավանդույթների պահպանումն ու մշակույթի տարածումը, թեև միապետությունը համարում է կառավարման ամենաճկուն համակարգը, բայց նոր փորձադաշտ դարձնել Ռուսաստանը չէր ցանկանում։ Ամեն ինչ հնարավոր է, եթե ժողովուրդը ցանկանա։ Համենայն դեպս էքսպերիմենտներ Ռուսաստանի վրա արդեն շատ են եղել, եւ չեմ կարծում, թե պետք է էլի բռնությամբ ինքը պետք է ընտրի, ինչ է ուզում եւ երբ։ Մամուլը նրա այցերը մեկնաբանեց նախկին կայսերական տարածքի ընտրությամբ, իսկ Մարիա Վլադիմիրովնայի պատկերացմամբ դա մի ընտանիք էր, որտեղ ծնողները, եղբայրներն ու քույրերը ժամանակ ապրում են միասին, իսկ հետո հեռանում են, չմոռանալով սակայն ընդհանուր արմատները։ Այդ պատճառով էլ ինձ ամենտեղ զգում եմ իմ տանը։ Համարում եմ, որ վերադարձել եմ իմ ընտանիք, մանավանդ Հայաստանում, քանի որ իմ մեջ նույնպես ինչ-որ չափով հայկական արյուն կա մորս կողմից, որը ծննդով Բագրատյոն Մուխրանսկայա էր։ Նաև մենք գիտենք, որ Հայաստանում եղել են Բագրատունիներ։ Մի ճյուղը այստեղ էր, ուրիշներ էլ գնացին Վրաստան, դարձան Վրաստանի թագավորներ։ Այդ պատճառով գիտեմ, համենայն դեպս այդպես էր ասվում, որ մենք կապեր ունենք Հայաստանի հետ։ Բագրատունիների ժամանակներից փաստաթղթեր կամ տոհմածառի վկայություններ չներկայացվեցին, մեծ իշխանուհին վկայակոչեց պատմաբաններին եւ իր մեծ ցանկությունը, որ այդպես լիներ։
Տվեք ինձ այդ հնարավորությունը։ Եթե նույնիսկ դա լեգենդ է, տվեք հնարավորություն մտածել, որ դա այդպես է։ Ինձ համար մեծ պատիվ կլիներ։ Իր հայկական արմատների մասին Մարիա Վլադիմիրովնան իմացել է նաև մոր հետ զրույցներից։ Կովկասը նրա համար ամենահիանալի տեղն էր, որտեղ ամեն ինչ աճում էր եռակի ավելի, քան այլ երկրներում։ Շատ ներկայանալի ժողովուրդ էր, հպարտ իր արմատներով, հավատով, երկրով, եւ պետք է ասեմ, դա զգացի այստեղ։ Եվ փառք Աստծո, որ եղել է հպարտությունն ու պատկանելությունը այդ հավատին ու ժողովրդին, որին շատ անգամ այդ ամենը փրկել է։ Մարիա Վլադիմիրովնան առաջին անգամ է Հայաստանում, ասում է երկար է սպասել այս պահին, 4 օրվա ընթացքում շատ եկեղեցիներ է տեսել ու հիացել, բայց Հայաստանում իր տեսած ամենան վեհաշուկ Մասիսներ։ Արարատ արքան, որ ինձ դիմավորեց, ընդունեց։ Լսեք, պարզվում է իմ նախնիները Նիկոլայ առաջինը երբ եկավ այստեղ, նա Արարատը նույնիսկ չտեսավ։ Իսկ ինձ նա բացվեց, ինչ սմայլելի բնապատկեր էր, Տեր Աստված, ինչ գեղեցկություն էր դա, եւ իհարկե բոլոր տաճարները, որտեղ զգում ես Աստծո ոգին, եւ փառք Աստծո, որ այդ ամենը պահպանվել է։ Հայաստանյան այցն արդեն ավարտվում է։ Նորին կայսերական մեծությունը մեկնում է ափսոսանքով, բայց հուսով, որ շուտով էլի կգա։ Ճանապարհն արդեն բաց է, եւ եթե շատ վատ հիշողություններ չեմ թողել այստեղ, ապա կարող եմ շուտով կրկին գալ ձեզ մոտ։ Տաթևիկ Նալբանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Իսկ մարդը, որ իրեն հռչակել էր Հիսուս Քրիստոս քաղաքականության մեջ, հեռացավ իշխանությունից։ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին անցած գիշեր հրաժարական տվեց մի քանի 100 քաղաքացիների վիրավորական բացականչությունների տակ։ Իտալացիները հոգնել էին վարչապետի կոռուպցիոն ու սեռական անվերջ սկանդալներից եւ դժգոհ են երկրում ստեղծված տնտեսական ծանր կացությունից։ Նախագահ Ջորջիո Նապոլիտանոն սկսել է խորհրդակցություններ անցկացնել հանրապետության քաղաքական ուժերի հետ կառավարության նոր ղեկավար գտնելու նպատակով։ Ենթադրվում է, որ նոր կաբինետ ձևավորելու գործը նախագահը կվստահի սենատոր Մարիո Մոնտիին, որը եղել է Եվրահանձնաժողովի հանձնակատար մրցակցության հարցերով։ Եվ մինչ աշխարհի լրատվամիջոցները ազդարարում են Բերլուսկոնիի դարաշրջանի ավարտը, նախկին վարչապետը հույս է հայտնում, որ մի օր կվերադառնա կառավարություն։ Նա ասել է, թե հպարտ է իր արած քայլով։ Հաջորդ թեմայի մասին 3.5 ժամ արյունոտ ու կրակոտ պատմություններ Արցախից Սվետանա Պասկալևան հաջորդ շաբաթ կներկայացնի իր նոր ֆիլմաշարը 7 ֆիլմ, որ պատմում են Ղարաբաղյան պատերազմի մասին սկզբից մինչև վերջ եւ 6 լեզվով։ Արցախյան պատերազմի օրերից ի վեր մեզ այդքան հարազատ դարձած բուլղարուհի լրագրողի բացառիկ վիդեո արխիվը ժամանակակից ամենալավ տեխնոլոգիաներով մշակվել է Միացյալ Նահանգներում։ Հենց այնտեղ էլ արտոնագրվել ու թողարկվել է Ղարաբաղի վերքերը։ Նախագահ Սարգսյանի աջակցությունն ստացած այս նախաձեռնությունը եզակի է աշխարհին ցույց տալու Ղարաբաղյան հակամարտության իրական պատմությունը։ Ամբողջ ճշմարտությունը Ղարաբաղյան պատերազմի մասին։ Սվետանա Պասկալևայի բնորոշումն է Ղարաբաղի վերքերը խորագրով իր ֆիլմաշարին։ 7 ֆիլմ, որ ստեղծվել են Արցախյան ազատամարտի ամենաթեժ պահերից մինչև հրադադարի կնքումը 1991-ից մինչև 94-ի մայիսը։ Մի պատերազմի պատմություն, բացառիկ կադրերով, հերոսների ու պարզ մարդկային պատմություններով։ Ամեն ինչ սկսվեց 91-ի մայիսին, երբ Մոսկվայում սովորող բուլղարուհին որոշեց ռեպորտաժներ պատրաստել Բուլղարիայի ազգային հեռուստատեսության եւ ռուսաստանյան Վեստի լրատվականի համար Ղարաբաղում կատարվող տարօրինակ իրադարձությունների մասին։ Когда я показала по-российски Вести операция «Кольцо» Шаумяновского района, Երբ ես ռուսական վեստիով ցույց տվեցի Կոլցո օպերացիան եւ պատմեցի, թե ինչ էր կատարվում Շահումյանի շրջանում, դա պարզապես տեղեկատվական ռումբ էր ամբողջ խորհրդային տարածքում։ Ես ցույց տվեցի, թե ինչպես է խորհրդային բանակը ադրբեջանական օմոնի հետ տեղահանում հայկական բնակչությանը իր հայրենի հողերից։ Ֆիլմաշարի 7 մասերը ներկայացնում են պատերազմական տարեգրությունը ըստ ժամանակագրության ու ռազմավարական փուլերի։ 91-ին առաջին ֆիլմն էր հույսի բարձրունքները Շահումյանի ողբերգական իրադարձությունների ու երբեք չմեռնող հույսի մասին։ Կլինի արդյոք լուսաբաց Ղարաբաղում։ Երկրորդ ֆիլմն է ու շրջափակման դաժան
պատմության ժամանակը, երբ արդեն մասամբ հանձնվել էին Շահումյանը, Հադրութն ու Մարտակերտը եւ ամենօրյա ռմբակոծությունները ավերակի էին վերածել Ստեփանակերտը։ 93-ի կինոպատումին Ցվետանան տվել է Իմ թանկագին ողջեր ու մեռածներ անունը։ Սա պատերազմի դեմքն է առանց ռազմական գործողությունների, փախստականներ, ծերեր ու երեխաներ, որդեկորույս մայրեր ու այրիներ։ Может быть, я наивно тогда думала, что с каждым моим репортажем Գուցե շատ միամիտ էի, երբ մտածում էի, որ իմ պատրաստած ամեն ռեպորտաժն ու հաղորդած լուրը կարող են ինչ-որ բան փոխել իրադարձությունների զարգացման մեջ կամ միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ղարաբաղյան պատերազմի վրա։ Ես հույս ունեի, որ պատերազմը կդադարի եւ նույն հույսն էին փայփայում նաեւ ղարաբաղցիները։ Ինչպես էր փոքրաթիվ կամավորական ջոկատներից ծնվում հայկական բանակը։ Ազգային բանակի ստեղծման նախապատմությանը հեղինակը տվել է Ղարաբաղի վերքերը անունը, որն էլ դարձավ ամբողջ ֆիլմաշարի վերնագիրը։ Ֆիլմաշարի 5-րդ ֆիլմը Հարազատ հողի զինվորները պատմություն է զենք վերցրած մտավորականների մասին։ Բժիշկներ, մանկավարժներ, գիտնականներ ու օդաչուներ, ովքեր ընտրեցին զինվորի ճակատագիրը։ 6-րդ ֆիլմը ներկայացնում է հրադադարի շրջանը, առաջին ծննդատան կառուցումը, ավերակներից մաքրվող մայրաքաղաք ու նորածինների քանակի կտրուկ աճ։ Ֆիլմաշարի եզրափակիչ մասին հեղինակն առանձնահատուկ կարևորություն է տալիս։ Այն ըստ էության ավարտվել է 2001-ին, սակայն 10 տարի անց վավերագրողը կրկին անդրադարձել է Շուշիի ազատագրման պատմությանը, լրացնելով ու ամբողջացնելով կինոպատումը։ Сегодня, спустя 20 лет, я имею возможность. Այսօր 20 տարի անց ես հնարավորություն ունեմ յուրօրինակ հաշվետվություն տալ Ղարաբաղյան պատերազմի եւ այստեղ անցկացրած 20 տարիների մասին։ Թող հայկական վավերագրության, ինչպես նաեւ համաշխարհային պատմության մեջ այս ֆիլմաշարը մնա որպես Ղարաբաղյան պատերազմի քրոնիկա։ Այս հաշվետվությանը ես մոտեցել եմ ամենայն պատասխանատվությամբ։ Յուրաքանչյուր բառի ու կադրի տակ կարող եմ թողնել իմ ստորագրությունը, քանի որ ներկայացրել եմ իմ տեսածն ու վերապրածը։ Ճշմարտությունը այս պատերազմի մասին։ Ղարաբաղի վերքերի հեղինակը լիահույս է, որ ֆիլմաշարը քարոզչական մեծ հնչեղություն կունենա։ Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, բուլղարերեն, ռուսերեն եւ հայերեն թարգմանությունները բազմալեզու եւ բազմամիլիոն լսարան ունեն, բայց առաջին եւ ամենակարևոր հասցեագրումը հեղինակն անում է Արցախում ու Հայաստանում մեծացող երիտասարդներին։ Պետք է իմանալ այն կինը, որ վճարվել է Արցախի ազատության համար։ Նոնե Ալեքսանյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Չվախենակ, հիմա խոսելու ենք ֆոբիաների մասին։ Մարդիկ վախենում են ամեն ինչից, անգամ ծաղիկներից, ծովից ու գույներից, ու դրա մեղավորը վառ երևակայությունն է։ Առնվազն 100 ֆոբիա են հաշվում մասնագետները, սակայն պարզվում է, որ ֆոբիաները ազգություն էլ ունեն։ Կարող են այնքան հարազատ դառնալ, որ մարդ չցանկանա ազատվել դրանցից։ Մարիաննա Հակոբյանն է բացահայտել հայկական ֆոբիաները ու իր ռեպորտաժի շնորհիվ ազատվել իր ոչ հայկական ֆոբիայից։ Սրտի աշխատանքի արագացում, սառը քրտինք, կոկորթում խեղդուկ, անհանգիստ շարժումներ։ Մենք վախենում ենք գրեթե ամեն ինչից, մահից, հարազատին կորցնելուց, զանազան վթարների վտանգից։ Բայց կան վախեր, որոնք ստեղծում են մեր երևակայությունը եւ աննկատելիորեն մեզ իր գերին դարձնում։ Գրքեր շատ եմ սիրում կարդալ։ Իմ ամենասիրած գրքերից մեկը դա Կաֆկայի կերպարանափոխությունը ստեղծագործությունն է, որտեղ հերոսը Զամզան մի օր առավոտյան արթնանում է եւ տեսնում է, որ ինքը բզեզ է, եւ ամեն առավոտ երբ ես արթնանում եմ, ինձ թվում է, որ ես նույնպես բզեզ եմ, եւ դա ինձ թվում է ֆոբիա է։ Հոգեբանները նշում են, որ ֆոբիաների առաջացման հիմնական պատճառը անձի վառ երևակայությունն է, ընդ որում պետք է տարանջատել վախը ֆոբիայից։ Առաջինի դեպքում պատճառներն ու խնդիրները առաջանում, լուծվում ու անհետանում են, երկրորդի դեպքում մենք գործ ունենք մշտապես ուղեկցվող մի վիճակի հետ։ Ժամանակակից գիտության եւ նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում կամ ստրեսի դարում աճում ու բազմապատկվում են մեր վախերը, որոշ անհատների մոտ վերածվելով ֆոբիայի։ Արդեն կան ֆոբիաների բազմաթիվ տարատեսակներ, որոնցից շատերն իրենց անուններն ունեն։ Առավել տարածվածներից են գիպսոֆոբիան, բարձրությունից, կլաստրոֆոբիան, փակ տարածությունից, պիրոֆոբիան, կրակից վախը։ Եվ չմոռանանք ազգային հայերից բնորոշ ֆոբիաների մասին։ Ունենք գիրանալուց վախը, ճաղատությունից վախել։ Երբեմն էլ ֆոբիաների մեղմ դրսևորումներն ուղղակի պատրվակ են ուշադրության կենտրոնում գտնվել սիրողների համար։ Օրինակ հայ աղջիկների առավել տարածված սովորություններից մեկը կարող ենք համարել
կարճ շրջազգեստի փեշը ամեն վայրկյան ներքև ձգելու հակումը։ Այս ֆոբիան դեռ անուն չունի։ Տղամարդկանց մոտ հանդիպում է արդեն անվանակոչված մի ֆոբիա՝ էրգոֆոբիա, երբ տղամարդը վախենում է աշխատելուց, ինչը ամենասարսափելի պատիժը կարող է լինել նրա կնոջ համար։ Իհարկե պատմությանը հայտնի են ոչ փոքր թվով կանանց հաշվին ապրող հերոսներ կամ կերպարներ, բայց նրանք ունեն իրենց անունը՝ Ալֆոնսներ։ Քանի դեռ մարդը գոյություն ունի, նրա երևակայությունը անսպառ է։ Հենց երևակայությունն էլ ստեղծում է ֆոբիաները՝ մկնիկներից, ձկնիկներից, նույնիսկ փուչիկներից։ Կան շուրջ մի քանի հազար անվանուն ֆոբիաների, նույնիսկ կան տարօրինակ ֆոբիաներ օդապարիկներից, բակտերիաներից ֆոբիաներ կա, չգիտեմ հասկացա, սպիտակ արջերից ֆոբիաներ եւ այլ բաներ։ Հաճախ կարող է լինի այդ ֆոբիաները նույնիսկ էքստրավագանտություն տան մարդուն մի քիչ։ Ծաղիկներից եմ վախենում, ալերգիա ունեմ ծաղիկներից ու արդեն վախ է առաջացել մոտս ծաղիկներից։ Ես ունեմ ալերգների ֆոբիա, ես կեժամում ձեռքերս լվանում եմ, հիվանդություններից երևի ֆոբիա։ Լիֆտից եմ շատ վախենում։ Չէ, ես անվախ եմ։ Վախը բոլոր հույզերից ամենավտանգավորն է։ Ինտենսիվ վախը կարող է մարդուն հասցնել հոգեկան խանգարումների եւ նույնիսկ մահվան։ Վախեցած մարդու բուժման դեղատոմսը գտնելը դժվար է նույնիսկ մասնագետների համար։ Իսկ մեր հայրենակիցներից շատերին մինչև հիմա էլ ֆոբիաների դեմ պայքարի ուղին տանում է ոչ թե հոգեբան բժշկի ու քահանայի, այլ նույնիսկ վախ բռնողի մոտ։ Վախը ինակ ծնվում է հրեշային բան է, չար բան է դա։ Եթե ասենք կյանքի ընթացքում հետապնդում է, մեր մագիայի օրենքներով մենք կարող ենք ասենք դա դիավոլ է, սատանան, որը հսկում է մարդուն։ Հսկում եւ նրան վերցնում է իր ազդեցության տակ։ Ստիպում նրան վախենալ, ստիպում նրան կատարել այն, ինչը չի կատարել, այնքան է նրան վախացնում, ինչեւ հասցնում է նրան մահվան եզրին։ Բուժում եմ հողով, բուժում եմ բույսով, բուժում եմ ամսվա վերջի օրը, լուսնի վերջի օրը։ Եթե մենք հավատում ենք Աստծուն, եթե մենք հաճախում ենք եկեղեցի, եթե մենք մասնակցում ենք Սուրբ Անմահ Պատարագին, բարբերաբար մենք մեր մեջ կրում ենք Քրիստոսի մարմինն ու արյունը եւ նաեւ ժամերգությունն մասնակցելով օրհնությունը ստանում ենք, բնականաբար մենք պատված ենք մի անտեսանելի պատվարով, որը որ մղում է հետ ամեն տեսակ չարի հարձակումները։ Քրիստոնյաները չպետք է վախենան որևէ մի բանից, որովհետեւ եթե իրենք հավատում են Աստծուն, եթե իրենց հույսը Աստված է, ապա ինչից պետք է վախենան, ումից պետք է վախենան։ Միակ վախը, որ պետք է քրիստոնյայի մեջ լինի, դա աստվածվախությունն է։ Առաջին հայացքից վախը միայն բացասական հույզեր է առաջացնում, բայց կա նաև մեդալի մյուս կողմը։ Ինչպես ամեն բան բնության մեջ, վախի հույզը ի սկզբանե էվոլյուցիայի process-ում առաջացել է օրգանիզմի ինքնապաշտպանության համար։ Այն արյան մեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է մոբիլիզացնել մարդու ուժերը ճգնաժամային իրավիճակներում։ Եթե վախը պրոդուկտիվ է, ինքը միայն դրական բնույթ էլ հենց կրում է, որովհետև մենք այսպեսի մի բան կարող ենք ասել, լյուբոյ գամայական մոտիվացիա, որ մենք ունենում ենք, ինքը ունենում է դեպի ինչ որ տեղ ուղղված, ուղղվածություն ունենում եւ ինչ որ խուսափման պարագայել է ունենում։ Հաճախ այդ խուսափման տակ հենց այդ վախերն էլ ընկած են, որպեսզի աշխատանքից չազատեն, որպեսզի եւ այլն։ Ու սա մեր վրա միշտ դրական ազդեցություն է թողում։ Ոմանց մոտ վախի զգացումը նույնիսկ մուսաներին է փոխարինում, խթանելով զանազան սարսափ ֆիլմերի ստեղծումը, արդեն այլոց վախեցնելու կամ ադրենալինի պակասը լրացնելու համար։ Վախի հույզից է առաջացել Հելոուին տոնը։ Մի օր արթնանալով իռլանդացիները պարզել են, որ ոչ մի տոն չունեն եւ դրա ահից հորինել են վախի եւ վախեցնելու տոնը։ Ոմանք նույնիսկ վախենում են մի օր չվախենալ, ուրիշներն էլ չգիտեն ինչպես ազատվել դրանից։ Իսկ ինչ են առաջարկում հոգեբանները։ Կան կոմպյուտերային որոշակի ծրագրեր, որտեղ այդ շլեմները բանը հագնում են ու մոտենում են ֆոբիային, ասենք թե վիրտուալ, սկզբից վիրտուալ ձևով են մոտեցնում ֆոբիայի պարագային, հետո կամաց բերում հասնում են դրան։ Վերջին հաշվով ուղակի փչացնում է մարդու կյանքի որակը, ուրիշ ոչ մի բան։ Տարատեսակ վախերը հաղթահարելու լավագույն միջոցը դրանք ծնող իրավիճակներից խուսափելը չէ։ Ես օրինակ վախենում եմ բարձրությունից, բայց այսօր եկել եմ քաղաքի ամենաբարձր տեղը հրաժեշտ տալու իմ վախին եւ դեմ արդեմ հանդիպելու նրա հետ։ Փախչելով ձերից ստեղծած երևակայական հրեշներից նրանցից չեք ազատվի, քանի դեռ չեք որոշել դեմ արդեմ հանդիպել եւ հաղթել նրանց։ Մարիաննա Հակոբյան, Հակոբ Թումանյան, Էդգար Դավթյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Առաջին լրատվականի Կիրակ Նորյան էր, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն եւ ամենայն բարիք։